Օրվա նորությունների ընդհանրացմամբ այսօրի մարզային թողարկումն է եթերում բարև ձեզ, կարևորի մասին նախակիրճ։ Կառույցը գործում է, սակայն ղեկավար չունի, ովքեր են տնօրենի պաշտոնի հնարավոր թեկնածուները։ Գործազրկություն ու արտագաղթ, հեռավոր համայնքի հոգսերն ու խնդիրները։ Հարգանքի ու հիշատակի տուրք Ճապոնիայում, արհավիրքի 5-րդ տարելիցը։ Արքայի հետ խաղալը վտանգավոր է, Արալեզի բնակիչը հայտնվել է հիվանդանոցում։ Առաջին պաշտոնական հանդիպումը, Շիրակը տարին սկսեց պարտությամբ։ Նախ սահմանի ցավալի դեպքի մասին, 3 ժամը 15:45-ի սահմաններում պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող 1997 թվականին ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ, ինչպես տեղեկացնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ժամկետային զինծառայող շարքային Սարգիս Դավիթի Օհանյանն իրեն ամրացված նռնակի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է, հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի Սարգիս Օհանյանի դիակի արտաքին դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ։ Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Սարգիս Օհանյանի գործողությունների արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Իսկ գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 60 մմ-անոց ականանետից և RPG-7 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է։ Շարունակում ենք թողարկումը։ Նախագահ Սերժ Սարգսյանը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնանիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Էրեբունի օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա։ Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո երկրի ղեկավարն ու նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները։ Մարտի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով մեծապես կարևորելով պաշտպանի ինստիտուտի դերը սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Մասնավորապես անդրադարձ է եղել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված մարդու իրավունքների և բարևարկության կենտրոնի միջև աշխատանքային կապերի ստեղծմանն ու համագործակցության օպերատիվ համակարգի ներդրմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համալիրտ ծրագրերի իրականացմանը։
Լուսավոր Հայաստան կուսակցությունն այսօրվանից սկսել է համապետական լսումների արշավը։ Կուսակցության խորհրդի անդամները կայցելեն Երևանի բոլոր վարչական շրջաններ ու մարզեր։ Նպատակը կուսակցության արժեքները ներկայացնելը, քաղաքացիների ձայնը լսելի դարձնելն ու նրանց քաղաքական գործընթացներում ներգրավվելն է։ Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուկյանի գլխավորությամբ խորհրդի անդամներն առաջինն այցելել են Հանրապետության երկրորդ քաղաք հանդիպել գյումրեցիների հետ, որոնք են քաղաքացիների հիմնական խնդիրները։ Ինչ առաջարկություններ ունեն, ինչ են ակնկալում քաղաքական ուժերից։ Այս տեղեկատվության հավաքագրումն ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանն ամենաարդյունավետն է համարում։ Նրա կարծիքով անմիջական շփումներն օգնում են յուրաքանչյուր համայնքին համապատասխան ծրագրեր կազմելու գործում։ Կուսակցության ներկայացուցիչները Գյումրու մարդաշատ հատվածներում տեղեկատվական թերթիկներ են բաժանել, զրուցել գյումրեցիների հետ։ Երկու շաբաթվա ընթացքում Լուսավոր Հայաստանն իր գրասենյակը կունենա Գյումրիում։ Ինչ հարցեր, խնդիրներ, նկատառումներ, առաջարկություններ, աջակցություններ լինեն, կարող եք գալ, հա, այս կոնտակտային տեղեկություններին զանգահարեք, հա, կապնվեք, որպեսզի չստացվի, որ ընտրությունից ընտրություն ենք մենք գալիս հայտնվում, ու ընդհանրապես դա սխալ բան է, ընտրությունից ընտրություն գալը քաղաքացուն հիշել, որովհետև քաղաքացին ընթացքում է ապրում, ինքը ընտրությունով չի ապրում։ Այսօր գիտես ինչ, ամբողջ Հայաստանի քաղաքացին բան է տարվել։ Քաղաքականագետ են սա։ Այս դրույթները, որոնք առաջ է քաշված, ի նպաստ ժողովրդի է, կարելի է ի վնաս մոնոպոլիստների, նրանք կպայքարեն, որ այս ամենը չկարողանան կատարել կուսակցության նոր ստեղծ անդամները, բայց եթե գեղկայնի, գերանքի կոդրի տարբերակով կարելի է հասնել արդյունքի։ Մենք տարածքային համաչափ զարգացման խնդիրն ենք առաջնահերթ մեզ համար արձանագրել, որը որ բերելու է թե Գյումրիի, թե մյուս քաղաքների խնդիրների լուծմանը։ Ինչ է դա նշանակում։ Պետական միջոցների, ռեսուրսների արդարացի բաշխում, եւ ոչ թե 44 միլիարդ դրամ դոտացիաների 28-ը Երևանում բաշխել, մնացածը 930 համայնքների միջև, այլ բաշխել ըստ կարիքների, բաշխել ըստ զարգացման մակարդակների եւ ոչ թե բաշխել այնպես, որ որտեղ շատ մարդ կա, այդտեղ շատ փող ենք դնում։ Դրա արդյունքում որտեղ քիչ մարդ ունեինք, այդ մարդու թիվը, այդ քաղաքացիների թիվը ավելի է նվազում։ Եվ որտեղ շատ մարդ ունեինք, այդ քաղաքները գերբեռնվում են, ծանրաբեռնվում են։ Եվ հիմա Երևանի օրինակով ասեմ, որ վերջերս քննարկվում էր վարկային համաձայնագիր, 113 միլիոն դոլար վարկ է վերցրել կառավարությունը, որ Երևանի կենտրոնը բեռնաթափի։ Այն դեպքում, որ Գյումրիում դեռ հազարավոր ընտանիքներ տնակներում են բնակվում։ Թողարկումը շարունակենք մամուլի մեկնաբանմամբ։ Ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով քաղաքացիական պայմանագիր։ Կուսակցությունը ՀԱԿ-ի հետ բանակցում էր հանձնաժողովներում իր տեղերը վերոնշյալ կուսակցությանը զիջելու հարցով։ Ժամանակի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բանակցությունները սակայն հաջողություն չեն ունեցել։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։ Հերթական գործարարն է հայտնվել ֆինանսական կրախի առջև։ Հրապարակին հասած տեղեկություններով անցած շաբաթվանից զանգվածային կրճատումներ են ընթանում Մանան եւ Գրեյն ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին պատկանող օբյեկտներում, մասնավորապես Սուրենավանի քարերի վերամշակման գործարանում եւ Արմաշի ալրաղացում։ Գրեթե 50%-ով կրճատվել է աշխատակազմը։ Գործարարն ասել է, որ ֆինանսական դժվարություններ ունի, ինչը կապված է Հայաստան Էժան ալյուր ներկրման հետ, որը խնդիրներ է առաջացրել տեղական ավելի բարձր գնով վաճառվող ալյուր արտադրողների համար։ Նա վերջերս թերթին տված հարցազրույցում աջակցություն է հայտնել Սամվել Ալեքսանյանի գաղափարին, որ պետք չէ թույլ տալ Ռուսաստանից Էժան ալյուրի մուտքը Հայաստան, քանի որ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղերը կփակվեն, երկիրը կկործանվի, գրում է թերթը։ Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին անվտանգության խորհրդի քարտուղար, ներկայումս նորաստեղծ հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018 թվականի Հայաստանի նախագահի հավանական թեկնածուների շարքում։ Այդ պաշտոնին նաև հավակնում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018 թվականին թոշակի անցնելու պատճառով թողնելու է Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը։ Արթուր Բաղդասարյանը սակայն գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետև երիտասարդ է։ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը։ Գրում է Հայկական ժամանակը։
Անցնենք տեղի նորություններին։ Ռոտարին 111 տարեկան է։ Առաջին Ռոտարի ակումբը ստեղծվել է 1905 թվականին։ Այսօր Ռոտարի ակումբներին անդամակցում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Աշխարհում արդեն գոյություն ունեն շուրջ 32,000 Ռոտարի ակումբներ ավելի քան 200 երկրում։ Հայաստանում գործում է 4 ակումբ, 3-ը Երևանում, 1-ը Գյումրիում։ Այստեղ Ռոտարի ակումբը հիմնադրվել է 1995 թվականին եւ իր կազմում ունի ավելի քան 20 անդամ։ Իրենց գործունեությամբ տարբերվող Ռոտարի ակումբները Հայաստանում իրականացրել են մի շարք բարեգործական ծրագրեր։ 111-ամյակի առիթով հանգանակություն է կատարվել նաև Գյումրին առանց տնակների ծրագրին աջակցելու նպատակով։ 111 հետաքրքիր թիվ էր, տեսակետից, որ նա վերակառուցվածքը 3-1, հետո էլ ռոտարական ակումբի հետ մի քիչ շատ կապնված է, որտեղ մենք աշխատում ենք միշտ առաջին արձագանքել եւ առաջի տեղերը զբաղեցնել։ Դա առաջինը եղավ, երկրորդն էլ դուք տեսնում եք, թե հանգանակություն է կատարվում, մարդիկ փող են վճարում, դա կապված է այն երիտասարդների քաղաքում հայտնի Գյումրին առանց տնակների հետ միջոցառմանը։ Մենք ուզում ենք որոշ մասնագիտություն ունենալ, քանի որ ռոտարական շարժման կարգախոսներից մեկը դա ծառայությունը ազնականից վեհեմեց, երկրորդն էլ օգնին, եթե կարող ես։ Հիմքում ընկած է ծառայելը վեր է անձնականից սկզբունքը եւ ընդհանրապես այստեղ այս ակումբը գալիս են մարդիկ, ովքեր պատրաստ են տալ եւ ոչ թե վերցնել եւ համայնքին, ընդ որում համայնքը հասկանում են շատ լայն եւ սեփական համայնք է եւ ընդհանրապես ցանկացած համայնք, որը այդ օգնության կարիքը ունի։ Գտնում եմ, որ Ռոտարի ակումբը շատ մեծ գործ է կատարում համայնքի զարգացման հարցում եւ դա ես գնահատում եմ։ Ավարտվել են Գյումրու երիտասարդական պալատի վերանորոգման աշխատանքները, սակայն պաշտոնական բացում դեռևս տեղի չի ունեցել։ Պատասխանատուների հավաստմամբ շենքը բաց է, սակայն դեռ կահավորված չէ եւ չունի նաեւ տնօրեն։ Իսկ թե երբ եւ ինչ կարգով տեղի կունենա Գյումրու երիտասարդական պալատի պաշտոնական բացումը եւ թե ովքեր հնարավոր է պայքարեն տնօրենի թափուր պաշտոնի համար, փորձել է պարզել Լուսինե Պողոսյանը։ Արվեստագետներին նախապես խոստացված պատկերասրահի շենքը ներկայում ծառայելու է որպես երիտասարդական պալատ։ Հիշեցնենք, Կումայրի արգելոցի տարածքում գտնվող այս շենքն ի սկզբանե կառուցվել է որպես ռեստորան։ 1980-ականներից մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը գործել է որպես երիտասարդական պալատ։ Գյումրու պատմության վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ կառույցը չի օտարվել, այլ ետ է կնվել սեփականատիրոջից։ Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնել եւ իրականացրել է երիտասարդական պալատի վերանորոգումը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի տեղեկացմամբ ներկայում արդեն ավարտված է շենքի վերանորոգման աշխատանքների առաջին փուլը։ Միակ խնդիրը շենքի չջեռուցված լինելն է։ Մնացել է այնտեղ ջեռուցման հետ կապված հարցեր, ընդ որում ջեռուցման սիստեմը արդեն պատրաստ է, այդ սարքավորումների հետ կապված խնդիրներն է, որը հիմա լուծման փուլում են, ամբողջությամբ վերանորոգվել է, փայլուն վերանորոգվել է, շատ հրաշալի տարածքներ են, մարդու սիրտ կբացվի։ Չնայած որ այս շենքում արդեն կազմակերպվել են մի շարք միջոցառումներ եւ հանդիպումներ, այդուամենայնիվ երիտասարդական պալատի բացման հանդիսավոր արարողությունը պաշտոնապես դեռ տեղի չի ունեցել։ Տեսփանի այցելությունը տակավին պաշտոնապես բացում չէր, որովհետև տեսփանը այցելեց հիմնականում նրա համար, որ քաղաքին նվիրեց Ռաֆայել Ատոյանի 3 մետրը 6 մետրի վրա նկարված ֆրեսկոն ջրաղացի ճանապարհին, որը հրաշալի, շատ գեղեցիկ, շատ գողտրիկ, շատ լիրիկական մի հատ գործ էր։ Ուզեցինք ուրախացնել երիտասարդությունը, երիտասարդությանը քաղաքի եւ ասել, որ արդեն պատրաստ է նաև այն պալատը, այն շենքը, այն տարածքը, որը տրամադրվելու է ուղղակի երիտասարդությանը։ Դա ավելի շատ նպատակ էր ոգևորելու երիտասարդությանը, քան թե պաշտոնական բացում։ Շենքը դեռևս կահավորված չէ, իսկ բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել կահավորումից հետո, որը պատասխանատուի խոսքերով հավանաբար կլինի Գյումրին որպես երիտասարդական մայրաքաղաք միջոցառումների շրջանակներում։ Դա արդեն կապված է երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումների հետ, հնարավոր է միջոցառումներից մեկի ժամանակ իրականացվի այդ բացման արարողությունը, ամեն ինչ պետք է լինի համահունչ իր ժամանակի մեջ։
Երիտասարդական պալատն անվճար հիմունքներով ծառայելու է քաղաքի երիտասարդներին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար։ Համենայն դեպս այդպես են վստահեցնում պատասխանատուները։ Ինքը վճարովիչ է, այդտեղից կարող են օգտվել բոլորը, երիտասարդական որևէ միջոցառում, լինի դա ցուցահանդեսի տեսքով, համերգի տեսքով, կոնֆերանսի տեսքով, սեմինարի տեսքով, սպորտային ինչ-որ միջոցառման տեսքով, օրկեստրների ելույթների տեսքով, ամեն ինչ այդտեղ կարելի է տնել այն ինչ-որ երիտասարդական է։ Շենքը ներկայում փակ չէ, սակայն չունի տնօրեն։ Շրջանառվող լուրերի համաձայն պալատի տնօրենի հավանական թեկնածուների շարքում նշվում են Լիլիթ Մակարյանի, Կարեն Պետրոսյանի եւ Արթուր Նաջարյանի անունները։ Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկություններն անձամբ հավանական թեկնածուներից։ Լիլիթ Մակարյանը մեր հեռախոսազանգին չպատասխանեց։ Իսկ ահա մյուս երկու հնարավոր թեկնածուի հետ հաջողվեց հեռախոսակապ հաստատել։ Վերջերս անկեղծորեն իմ համար ահագին հետաքրքիր բացահայտումներ եմ արել, որ ես ահագին բաներ եմ ուզում, բայց ոնց որ թե չգիտեմ էլի, ես դեզանիտ իմացա։ Միանշանակ հետաքրքրված եմ որպես ոլորտի աշխատակից, ոչ միայն տեխնազության հարցով, այլ նախ եւ առաջ ովքեր են լինելու հետ լինելու այդ աշխատանքը, որովհետեւ շատ լուրջ նպատակներ ունեն կոնկրետ երիտասարդական պալատի հետ համագործակցելու, աշխատելու, դրսից ծրագրեր բերելու, մենակ այդ կոնտեքստից միանշանակ հետաքրքրությունը կա, բայց այն որ նաև երիտասարդական պալատի ղեկավարի տեխնազու, չգիտեմ, ես ամենայն դեպս ինձ նման ինֆորմացիա որևիցե մեկը տեղյակ չի պահել, ես չգիտեմ թե այդ կողմից նաև պետք է տեխնազությունը նկատի ունեցած լինեին։ Տնօրեն տակավին չկա, բայց շենքը տարածքը արդեն աշխատում է։ Բնականաբար պիտի նշանակվի տնօրեն, բնականաբար պիտի կահավորվի, բնականաբար պիտի անցկացվի ինտերնետ, հեռախոսներ եւ այլն, այս ամեն ինչը ընթացքում, ընթացած պիտի իրականացվի։ Արտուշ Մկրտչյանը կոնկրետ օր չնշելով հավելեց, որ երիտասարդական պալատի բացումը չի ուշանա, հավանաբար չի ուշանա նաեւ տնօրենի նշանակումը։ Լուսինե Պողոսյան, Արթուր Մարկարյան, այսօր։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Գործազրկություն ու արտագաղթ, հեռավոր համայնքի հոգսերն ու խնդիրները։ Հարգանքի ու հիշատակի տուրք Ճապոնիայում, արհավիրքի 5-րդ տարելիցը։ Արքայի հետ խաղալը վտանգավոր է, Արալեզի բնակիչը հայտնվել է հիվանդանոցում։ Առաջին պաշտոնական հանդիպումը, Շիրակը տարին սկսեց պարտությամբ։ Շիրակի մարզի Անիավան նախկին Անի կայարան համայնքը չունի մշակույթի տուն, մանկապարտեզ, դպրոցում էլ օրորի պակասում է աշակերտների թիվը։ Համայնքի բնակիչներն ունեն զբաղվածության խնդիր։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, միակ դրական տեղաշարժն այն է, որ համայնքը վերջապես կունենա խմելու ջուր։ Անիավանում անցկացվում են նոր ջրագծեր։ Լուսինե Պողոսյանի տեսանյութը։ Շիրակի մարզի Անի կայարան նախկին Անիավան համայնքը գտնվում է Անիի նախկին տարածաշրջանում մարզ կենտրոնից 43 կիլոմետր հեռավորության վրա։ Այս համայնքն Անիավան է վերանվանվել 2002 թվականից։ Ներկայում այս համայնքում կա մոտ 50 ծուխ 280 բնակչով։ Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, չունեն մշակովի հողատարածքներ։ Մենք հող չունենք, հողի մշակում չկա մեր մոտ, վասամբ չեն զբաղվում։ Անասնապահությամբ ովքեր անասուններ ունին, անասունով են զբաղվում։ Մոտ 129 գլուխոշոր եղերանասուն է, 67 մանր եղերանասուն է, մեղուներ ունենք, թռչուններն են շատ, մոտ 900։ Գյուղն ունի բազում խնդիրներ, համայնքը չունի մանկապարտեզ, իսկ դպրոցն էլ ոչ միայն աշակերտների պակաս ունի, այլ վերանորոգման կարիք։ Մեր դպրոցի հիմնական խնդիրներից առաջնային աշակերտների թիվն է։ Ամբողջ դպրոցում սովորում են 26 աշակերտ։ Շենքային պայմանները շատ վատ վիճակում է, վերանորոգման կարիք ունենք նաև աշակերտական կահույքի կարիք, սպորտ դահլիճում, սպորտ դահլիճի վերանորոգում։ Չունենք մանկապարտեզ, միա դպրոցներ, ուրիշ կառույցներ չկա, ոչ երաժշտական դպրոց, ոչ մարզադպրոց, ոչ մի բան չկա։ Համայնքի բնակչությունը քիչ է, կամաց նվազում է։ Այստեղ համայնքի երիտասարդներից շատերը զբաղմունք չունենալու պատճառով մեկնում են արտերկիր։ Մի մասը վերադառնում է, մյուսը ոչ։ Երիտասարդների խոսքերով իրենք գյուղում անելիք չունեն։ Երիտասարդներ չեն էլ մնացել գյուղում։ Որը դուրս երկրից, որը տարբեր տեղեր։ Պրոբլեմներ շատ ունեն, որովհետև ոչ մշակույթի տուն, ոչ զբաղմունք, ոչ մի բան, ոչ էլ աշխատանք։
Նշենք, որ գյուղը մշտապես ունեցել է նաև խմելու ջրի խնդիր։ Եթե մյուս հարցերում համայնքի բնակիչների համար լուծումներ չեն գտնվել, ապա այս հարցում իրադրությունը մի փոքր այլ է։ Համայնքում նոր ջրագծեր են անցկացվում եւ շատ շուտով Անիավանը ամբողջովին ապահովված կլինի խմելու ջրով։ Առաջին ջրագիծը եղել, ինչ որ շաբաթ մի երկու անգամ են ջուր տվել ժամով։ Իսկ հիմա մշտական ջուր պետք է ունենան։ Մոտակա 10 օրում երևի ավարտի։ Այս պայմաններում անգամ հեռավոր Անիավանի բնակիչները չեն ուզում լքել հայրենի գյուղը, ակնկալելով պետական հոգացություն։ Լուսնե Պողոսյան, Խան Հովանիսյան, այսօր։ Այսօր Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում նորածին երեխա է մահացել։ Այսօր լրատվականը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովանես Հովանեսյանից փորձել է պարզել երեխայի մահվան պատճառը։ Վերջինս ասել է, որ դիահերձումից հետո միայն պարզ կլինի, թե որն է նորածնի մահվան պատճառը, իսկ այժմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Հովանես Հովանեսյանը նաև նշել է, որ ինքը զրուցել է մահացած երեխայի հոր հետ և հավաստիացրել, որ եթե կան մեղավորներ, կպատժվեն։ Իսկ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի նույնանուն վերականգնողական կենտրոնի արյուսներից մեկը երեկ երեկոյան հարձակվել է վանդակին մոտեցած տղամարդու վրա և վնասել նրա թևն ու ուսը։ Թերթ.KTM-ի հետ զրույցում մարզի Արալես համայնքի ղեկավար Մարտիկ Թևոյանն ասել է, որ տղամարդը Արալես գյուղի բնակիչ 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն է, ով բարձրացել է վանդակի վրա, շոյել արյուծի թաթը, ինչից հետո կենդանին գազազել է։ Արտյոմ Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ Գյուղապետը նշել է, որ տղային հայրն էլ ժամանակին արջի հետ է կռվել, ընտանիքով կենդանասեր են, հայրը կոլխոզի մեղվապահն է եղել։ Արյուծի հետ մենամարտած Արտյոմը հիմա լավ է, նույնիսկ կարողանում է շարժել մատները։ Իր և կենդանիների արքայի հետ մարտի մասին ոգևորությամբ է հիշում։ Ընկերներով գնացել էին Ուրցաձորի Սարերը, Կերուխումի։ Խրախճանքի ավարտին որոշել էր այցելել վերջերս իրենց հյուրընկալած կենդանիներին։ Դրանք արդեն կեսը գնացել էին հետ գալուց։ Ես եմ մարատներ, Հակոբներ։ Իրանք միջը բարձացեն, ես արդեն հասա առուսների մոտ։ Ճարի տեղը տեմ, նայեցի, տղերքին ձեն տվեցի, իրին երկևն էին։ Ֆրացի կողքով ես ֆրացի գնացի, մացս սետկա էր, բարակ, ոտս կցենկումից անցենքում, առուցին տեսել է արդեն, գնացի։ Ես մի մետր տարաշքում, ես նստադեմը։ Նստադեմը դա թաթերը դուսներ։ Նասի լավիկն ես, ուրախացարում եղել պատկեր ասեցի։ Ես ինչ էր արեց, ես ձեռը կցեց, ես ձեռից ես բռնեց, այստիցս։ Արյուծները Ուրցաձորի վերականգնողական կենտրոն էին տեղափոխվել Գյումրու կենդանաբանական այգուց։ Կենդանիների նկատմամբ հատուկ սերը Ավետիսյանների մոտ այսպես ասած ժառանգական է։ Հիշում է, նրա հայրն էլ ժամանակին արջի հետ է կռվել։ 44 տարեկան կենդանասերը արյուծներին տեսնելու համար առիթ էր փնտրում։ Ունեցավ, այն ավարտվեց մի քանի րոպե տևած անզիջում պայքարով։ Եսի քաշեց, ես քաշեցի, ինքը քաշեց, ես քաշեցի, չկարացա արել։ Նենցա բռնա արդեն էնի ձեռը ուտագորես թաթը։ Կցեց այստիցս բռնեց, դրան կցեց։ Ունձի թափով տաչոք տղես տարավ կողեց ներսը։ Ես վիզես բանես, ռեշոտկիքին բռնասրեց։ Հիմա էլ չեմ մտածում, տղեր ջուր բերեք, ջուր չփեք դեմքին, որ թողի։ Առաջին օգնության է հասել տարածքի հսկիչը, փայտով հեռացրել է կենդանուն, հետո վիրավոր Արտյոմի ընկերները նրան արագ հիվանդանոց են հասցրել։ Հերացի համալսարանական կլինիկայում նրան մարտի 10-ի երեկոյան են ընդունել, կայունացրել են վիճակն ու շտապ վիրահատել։ Պատրած վերքեր կար, վնասված էր անոթները, ջլերը, մկաները, նյարդերը, ամեն ինչը վերականգնվեց, հիմա ընդհանուր վիճակը բավարար է։ Վիրահատությունը մոտ 4 ժամ է տևել, ամեն ինչ անցել է բարեհաջող, վերականգնողական գործընթացը մոտ 9 ամիս կտևի, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հսկողության տակ մոտ 4000 քառակուսի մետր պահպանվող տարածք կա։ Արյուծների վանդակները հենց այնտեղ են եղել, ամբողջ տարածքը հսկում են 3 անտառապահ, բացի այդ տարբեր վայրերում տեղադրված են զգուշացնող ցուցանակներ, քաղաքացիների ապօրինի մուտքը խստի վարգելվում է, նույնիսկ պատժվում է օրենքով։ Արտյոմը արյուծների վանդակի մոտ էր հասել, անցնելով մի քանի արգելապատներ։ Ինքը մոտեցել, անցել է, այստեղ հստակ երևում, անցել է այս արգելապատնեշը և մոտեցել է ճաղավանդակը։ Իրենք այստեղից, հենց այստեղից մուտք են գործել այստեղ, հետևի հատվածով, այստեղ գտնվում է արյուծները, այստեղ են գտնվում, իրանք վերևից բարձրացել են և մուտք են գործել տարածք։ Համացանցում իրենց հասցեին հնչեցվող մեղադրանքները Եվան անհիմն է համարում, ասում է իրենք պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։ Նշված ցուցատախտակները, զգուշացնող ցուցատախտակները եղել են թե մեր պահպանվող տարածքի սահմանագծում, թե արգելապատնեշի վրա, որը մի քանի մետր
տարածքով տրամաչափով զատում է առյուծների բուն վանդակը իրենց մոտենալուց եւ կողպված է եղել։ Երեք առյուծները Մայրմերին եւ նրա երկու ձագերը Զիտան եւ Գիտան Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կմնան եւս մի քանի ամիս։ Գրիգոր Հարությունյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Շարունակում ենք թողարկումը։ Լրանում է Ճապոնիայում հազարավոր մարդկանց կյանք խլած ցունամիի 5-րդ տարելիցը։ Չնայած արհավիրքից 5 տարի անցել, սակայն դեռևս խնդիրներ կան տուժածներին իրենց բնակության վայրերը ետ դարձնելու առումով։ Ճապոնիայում այսօր 1 րոպե լռությամբ հարգվել է զոհվածների հիշատակը։ Ճապոնիայում սգում են 18000 մարդու կյանք խլած հսկա ծովալիքի ցունամիի զոհերի մահվան 5-րդ տարելիցը։ Ճապոնիայի ղեկավարները 1 րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը, ճիշտ այն նույն պահին, երբ 5 տարի առաջ հսկա ծովալիքը բախվեց Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափին։ Ավերածությունների մի մասը դեռևս մնացել է անփոփոխ։ Ճապոնիայի վարչապետ Շիզո Աբեն խոստացել է երկրի հյուսիսում զարկ տալ վերակառուցման ջանքերին։ 2011 թվականին այստեղ էին տեղի ունեցել երկրաշարժը եւ հսկա ծովալիքը, որը վնասել էր Ֆուկուշիմա Դայիչի միջուկային էլեկտրոկայանը։ Ճապոնիայի Կարմիր խաչ կազմակերպության համաձայն հազարավոր ընտանիքներ եւ տարեց մարդիկ դեռևս տարհանված են իրենց բնակավայրերից, իսկ տուժած 170,000 մարդկանց մի մասը բնակվում է ժամանակավոր կացարաններում։ Մյուսները բնակարաններ են վարձել կամ էլ հեռացել են Ճապոնիայի այլ վայրեր։ Ճապոնիայի Կարմիր խաչ կազմակերպության համաձայն Ֆուկուշիմայի միջուկային կայանից ռադիոակտիվ արտանետումները կանխարգելել են ավելի քան 100,000 մարդու վերադարձը իրենց բնակարաններ ու տներ։ Սակայն արտանետումների վնասազերծման ջանքերի շնորհիվ որոշ մարդիկ ժամանակավորապես կամ հիմնավորապես վերադարձել են։ Միացյալ Նահանգներում մեքսիկական ծոցի ափերին հորդառատ անձրևներ եւ հեղեղումներ են, որոնց հետևանքով արդեն 5 մարդ է մահացել։ Հեղեղումները պատուհասել են Լուիզիանա, Արկանզաս եւ Թեխաս նահանգների մեծ մասը։ Օդերևութաբանության ազգային ծառայությունը հայտնել է, որ գետերի եւ լճերի վարարումները մշտական սպառնալիք կլինեն հաջորդ մի քանի օրերի եւ հավանաբար մյուս շաբաթվա ընթացքում։ Միայն Լուիզիանա նահանգում ավելի քան 3500 մարդ է տարհանվել։ Տեղացի պաշտոնյաներն ասել են, որ Սաբինա գետը կարող է բարձրանալ մինչև 1884-ից վեր ամենաբարձր մակարդակը։ Հեղեղումների հետևանքով քշվել է ավտոճանապարհային կամուրջը Նոր Օրլեանի մոտակայքում։ Արտակարգ դրություն է հայտարարվել նաև Միսիսիփի, Թենեսի, Օկլահոմա նահանգներում։ Ֆրանսիական Լավաշ խումբը Գյումրու Վարդան Աջեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում է։ Ֆրանկոֆոնիայի 15 օրերը 2016 միջոցառման շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ մշակույթի նախարարությունը DG Contact ընկերության հետ տարբեր մարզերում կազմակերպել են Լավաշ խմբի համերգները։ 16 տարվա պատմություն ունեցող խմբի հիմնադիրը Ծագումով հայ է եւ սիրով է ընդունել դեսպանատան հրավերը հայրենիքում համերգային ծրագրով հանդես գալու համար։ Ֆրանսահայ ակորդեոնահար Սևանի երգերս ժանրերը եւ միջավայրի նուրբ խառնուրդ են։ Միջոցառման շրջանակներում Լավաշի հաջորդ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ կկայանա Ստեփանավանում։ Ինչպես գիտեք, ֆրանկոֆոնիայի ժամանակն է, այս շրջանակն է ֆրանկոֆոնիա, մեզ համար շատ կարևոր է, որ այս համերգը մենակ Երևանում դեղի չունենա, բայց կարողանանք Գյումրիում ցույց տալ այս սկանչելի խումբը։ Ես շատ ուրախ եմ, որովհետև ինչքան գիտեմ կարևոր է գտնվել Գյումրիում եւ շատ ուրախ եմ, որ կարողացանք այսպիսի միջոցառում ունենալ։ Ինչու Գյումրի, որովհետև ֆրանսիական դեսպանությունը ցանկանում է միջոցառումներ կազմակերպել ոչ միայն Երևանում, այլ Երևանից դուրս, իսկ Երևանից դուրս քիչ են միջոցառումները, այդ իսկ պատճառով Գյումրիում նույնպես նախատեսված է։ Նախատեսված է համերգ վաղը Ստեփանավանում, այնպես որ մենք չենք կենտրոնանում միայն Երևանով։ Ծագումով հայ եմ, Լավաշը հաց է եւ մենք այն կիսում են մարդկանց հետ, իսկ մենք էլ ուզում ենք կիսել մեր երաժշտությունը մեր ունկնդրի հետ։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվել է երիտասարդ լուսանկարչուհի Իննա Շիմալյանի «Ծաղիկներ» խորագրով լուսանկարների անհատական ցուցադրությունը։ Լուսանկարչուհու աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվել են Երևանում մարտի 4-ին։ Գյումրեցի արվեստասերների դատին է ներկայացվել շուրջ 100 աշխատանք։ Լուսանկարներն արվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։
Իննան ծաղիկների լեզվով խոսել է սիրո, ջերմության, ուրախության մասին։ Աշխատանքների մի որոշ մաս վաճառվել է բարեգործական նպատակներով։ Վաճառքից ստացված հասույթը նախատեսվում է տրամադրել մանկատներին։ Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով Հայաստանը, մասնավորապես Գյումրին ճանաչելի դարձնել աշխարհում։ Առաջիկայում Իննան նախատեսում է ցուցահանդեսով ներկայանալ Վանաձորում, հետագայում նաև Մոսկվայում։ Ցուցահանդեսում ավելի շատ գույներն են, Իննայի պատկերացումով, ինքը ավելի շատ նախընտրել է ծաղիկներն ու իր ասելով ավելի շատ իրան հոգեհարազատ են ծաղիկները։ Գյումրիում առաջին անգամն է Իննան, փակվելուց հետո կտեսնենք ինչքան նկարներ կվաճառվի եւ այդ դեպքում արդեն կորոշենք, թե որ կենտրոնին ենք վերաբերում այն։ Հավաքվեցի 2 տարի եկանը ու մի քանի հատ վաճառվեցի, որ Գյումրի համար ուզում եմ որ մանկական եսաթու համար որ օգնե պիտի մի բան։ Մարզական մեկ լուր Գյումրու Շիրակը բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության գարնանային փուլի անդրանիկ հանդիպումն անցկացրեց։ Սեփական դաշտում շիրակցիները նվազագույն հաշվով զիջեցին Երևանի Միկային։ Սերգեյ Յուրանի գլխավորած թիմի կազմում միակ գոլը խփեց Միխայել Գորելիշվիլին աչքի ընկնելով 78-րդ րոպեին։ Շիրակը կայացած 17 տուրից հետո վաստակած 27 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Ֆուտբոլային մրցաշրջանը Գյումրիում մեկնարկեց Շիրակ Միկա խաղով։ Հանդիպումից առաջ մարզադաշտը ծափահարություններով ճանապարհեց Անդրանիկ Պարիկյանին, ով ընթացիկ մրցաշրջանի աշտանային փուլի ավարտից հետո հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Գյումրվա ֆայտոնով Պարիկյանը պատվո շրջան կատարեց հարազատ մարզադաշտում։ Ոգևորել է ֆանագուփին։ Նա խաղադաշտում երբ եղել է անկախ ամեն ինչից այն էմոցիան է, դա որ անգամ երկրպագուն միջև վերջի շունչը երկրպագել անկախ խաղի ելքից, հաշվից, գրեգը։ Անդրանիկ Պարիկյանը երկրպագուների շատ սիրելի ֆուտբոլիստներից մեկն է։ Չհաշված նրա փայլուն ֆուտբոլային հաջողությունները երկրպագուները նաև նրան շատ սիրում էին որպես մարդ, որպես անհատականություն եւ որպես ֆուտբոլիստ։ Դժվար որոշում էր ինձ համար, որ ֆուտբոլիստ կարիերան պիտի ավարտեմ։ Ավարտեցի, համակերպվեցի, որ էլ ֆուտբոլ չեմ խաղում։ Ֆանագումբից շնորհակալություն եմ հայտնում, որ սպեսի բան կազմակերպեցին ինձ համար, շատ շնորհակալ եմ։ Շիրակն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց օրացույցային տարում Միկայի հետ խաղի առաջին կեսում Վարդան Պիճախշյանի թիմը ստեղծեց գոլային պահեր, բայց դրանք գոլի վերածել չհաջողվեց։ Հյուրերը հիմնականում պաշտպանվում էին, երկրորդ կեսում պատկերը չփոխվեց, սակայն ի տարբերություն գյումրեցիների Երևանյան ակումբը կարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից եւ խփեց հանդիպման միակ եւ հաղթական գնդակը։ Ունենալով ռեալ հնարավորություն Միտերվագում սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում, որ վերադասավորվեցինք, ու կարողացավ խփել հաղթական գնդակը։ Должна быть игра на победу, добиваться, а там уже, естественно, как Бог даст. Потому что еще сложности, я же говорю, команда новая, 1,5 месяца, поэтому это не колесо в машине, поменяла, она поехала. Այսօր Շիրակին շատ լավ տպավորություն տվեց, լավ ֆուտբոլ աղաց, լավ առիթներ ունեն, չկարողացան իրենց առիթները օգտագործել, իսկ մենք մեկ առիթը օգտագործեցինք։ Հապետ Հարությունյան, Խան Հովանիսյան, այսօր։ Եվ վերջում տեղեկացնեմ Իսպանիայի ընթացիկ առաջնության 29-րդ տուրի շրջանակներում ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում մարտի 13-ին ժամը 23:30-ին կարող եք դիտել Լաս Պալմաս Ռեալ Մադրիդ հանդիպումը։ Իսկ օրվա եւ շաբաթվա լրահոսը սպառված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով հաճելի կիրակնօրյա հանգիստ տեսություն։